Ահա հերթական ուսուցումը 29-րդ հարցը, որին անդրադառնալու ենք, այսպես է հնչում, արդ երբ այգու տերը գա, այդ մշակներին ինչ կանի, խոսքը չար մշակների մասին է, եւ ուզում եմ ընդհանուր, որպեսզի հասկանանք հարցին պատասխանելուց առաջ, ինչպես Վարդան եղբայրն էր ասում, պիտի ուշադիր լինես, լսես, հասկանաս։ Եղել է դպրոցում, ասենք, աշակերտ ժամանակ, եթե հիշեք, ինչ-որ մեկին ուսուցիչը կամ ուսուցչուհին հարց է տալիս, եկել կանգնում ասում, բայ կներեք, մի հատ, այսինքն չէր լսում ինքը, նայում էր, բայց չէր լսում։ Հիմա մենք եկեք նայենք, լսենք, որպեսզի կարողանանք հարցին պատասխանել, հասկանանք ինչ է այս հարցը իրենից ներկայացնում։ Եվ որպեսզի հասկանանք, բացենք Մատթեոսի ավետարան 21-րդ գլուխը, Մատթեոս 21 30 Հենց եմ գրել, ես չեմ կարող կարդամ։ Ոնց որ 33 եմ գրել։ Այո, 33-ից 41-րդ այդ խոսքերը ընթերցենք, որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը։ Եվ ամբողջը ընթերցեմ ու մի փոքր միասին մտածենք այս խոսքերի մասին։ Մի ուրիշ առակ լսեք։ Մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց եւ աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին եւ օտար երկիր գնաց։ Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց բերքից իր բաժինը վերցնելու։ Ինքն էր տնկել, ինքն էր ներդրում արել, ինքն էր ծառաներին ընդունել աշխատանքի, իր այգին էր, իր բերքն էր, մշակներն էլ ասել էր, իհարկե դուք ձեր բաժինը կունենաք, որովհետև աշխատում եք ձեր ապրուստի համար, ձեր վարձատրության համար, առատաձեռն տեր էր, բայց իր այգին էր եւ իր բաժինն էր ուզում։ Գրված է, որ երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց բերքից իր բաժինը վերցնելու։ Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ Դարձյալ ուրիշ նախկիներից շատ ծառաների ուղարկեց, սրանց էլ նույնն արեցին, վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց, ասելով իմ որդուց կամաչեն։ Բայց մշակները որդուն տեսնելով իրար մեջ ասացին, սա է ժառանգը, եկեք սրան սպանենք եւ սրա ժառանգությանը տիրանանք, եւ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին եւ սպանեցին։ Հիմա հարցը լսեք։ Այս հարցին պիտի բոլորով պատասխանենք, ամեն մեկս մեր պատասխանը պիտի ունենա, ուշադիր հասկանանք եւ հարցը հետեւյալն է. Արդ երբ այգու տերը գա այն մշակներին, ինչ կանի։ Իհարկե տերը պատասխանում է այս հարցին եւ պատասխանը իր բնականաբար այդ մարդկանց պատասխանի հետ է համաձայնվում։ Այդ մարդիկ պատասխանում են ու ասում են նրան ասացին չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան։ Բնական է, չէ՞։ Եթե դուք մի այգի եք հիմնել, մի գործ եք հիմնել, որից պիտի եկամուտ ստանաք, ձեր աշխատողները նորմալ աշխատողներ էին, բայց ինչ որ մի պահ իրենց ուղեղի մեջ ինչ որ բան է կատարվում։ Այս լավ մշակները ոնց են դառնում չար մշակներ։ Երբ որ ես գրում եմ, մենք առակների բաժնում այս առակին անդրադարձել ենք մանրամասն։ Ես ուզում եմ հիմա ընդամենը մի փաստի վրա կանգնենք, մի բանի մասին մտածենք։ Ոնց են նորմալ ծառայողները, նորմալ ծառաները, նորմալ մշակները, որ ժամանակին տիրոջ համար գործ էին անում, ոնց են դառնում չար մշակներ։ Ինչա տեղի ունենում այստեղ, որ այնպիսի մարդիկ էր ընդունել, որոնց վստահում էր, եւ իր այգին վստահեց, ասեց մշակեք, բերքի մի մասը կտակ ինձ, իմ բաժինը կտակ ինձ, ոնց են դառնում չար մշակ։ Գիտեք, առաջինը, որ ուզում եմ ուշադրություն դարձնել, այս մարդկանց մոտ փոխվեց սեփականության ընկալումը։ Սեփականության ընկալումը փոխվեց։ Լուրջ բանի մասին եմ խոսում, բայց հիմա մի հատ հումորային պատմություն հիշեցի։ Գիտեք, այն մուրացկանը, որ պիսի անեկդոտ կա, մուրացկան անընդհատ փող է մուրում եւ անընդհատ մի մարդ գալիս է իրան, այսպես մնացածը տալիս են 50 դրամ, 100 դրամ, ինքը տալիս է 10,000,
տալիս է 5000, տալիս է 20000, ինչքան այսինքն լուրջ մարդը, ասենք, եթե ամսվա մեջ իր տված այդ ողորմությունը հաշվես, ինքը լուրջ ապրուստ է։ Եվ ասենք մի ամիս չկա այս մարդը, ու մի ամիս հետո վերադառնում է, ասում է, «Էս ուր էիր, մի ամիս չկաս, դու ուր էիր»։ Մարդը ասում է, գնացել էի հանգստանալու։ Մուրացկան ասում է, չհասկացա իմ հաշվին փոխվում է սեփականության ընկալումը։ Հիմա նույնը այս մշակների հետ տեղի ունեցավ։ Իսկ ինչա քո հաշվին գնացել, չեմ հասկանում։ Որտեղ դառա, որ այս մարդը քեզ օգնում է, ինքը պարտավոր է։ Որտեղ դառա, որ քեզ ընդունեց այգում մշակ։ Հիշում եք, նաև Տեր Հիսուսը սրա մասին է խոսում, այդ մշակները, որ գալիս են տարբեր ժամերի, հիշում եք, որ գնում են այն վերջի մնացածներին արդեն ժամը 6-ն է, այս մարդիկ մնացել են ինչ-որ մի փոքրիկ նշույլ, չգիտեմ, վերջում տանի մեկը մի ժամ աշխատացնի, մի ժամվա փող տա, մնացել են այդ աշխատաշուկայում, չգիտեմ, այդ վայրը, որ հավաքվում են, որտեղ իրանց տանում են բանվորության, մնացել են արդեն տուն գնալու ժամանակն է, բայց մնացել են ինչ-որ հույսով եւ այս այգու տերը գթասիրտ լինելով իրանց բերում է, ոչ միայն բերում է մի երկու ժամվա աշխատանքի համար, իսկ պետք էլ չէր երևի այդ աշխատանքը, ուղղակի այնքան գթասիրտ է, որ մշակների է բերում, հետն էլ մյուսներին հավասար վարձատրում է, հիշում եք սա։ Բայց հավատում եմ, որ այստեղ հոր սիրտն է, մենք ենք այդ մշակները, որոնց չի նայում ինչ կարաս, ինչ չես կարաս, արի իմ դաշտի մեջ մշակություն արա։ Բայց այս մարդկանց մոտ, գիտեք, մշակը ով է։ Մշակը այն մարդն է, որ գնում է ուրիշի այգում մշակություն անելու։ Դա իր այգին չի։ Եվ առաջինը, որ փոխվեց, նորմալ մշակից ոնց է մարդը դառնում չար մշակ, սեփականության զգացողությունը խառնվում է իր մոտ, ես այսքան տարի ստեղ աշխատում եմ։ Տերը օրհնել է, դու ինչ-որ մի ծառայող ես դարձել, ինչ-որ մի ծառայություն ես բարձրացրել, օգնել ես, որ այդ ծառայությունը բարձրանա, ու դու մտածում ես, դա քո ծառայությունն է։ Դու ինչ-որ մեկին բարձրացրել ես, այս խոսքերը շատերն են ասում, ինձ էսի ընդհանրապես դուր չի գալիս, բարձրացրել ես, ասում ես, իմ պտուղն է, իմ պտուղն է, ոնց դառավ քո պտուղը, դու պտուղն ես, դու հիշում ես դու պտուղն ես, մենք պիտի պատվենք նրանց, ում միջոցով մենք ապաշխարել ենք, ում միջոցով մենք աշխատել ենք, բայց մենք Տիրոջ պտուղներն ենք, ապաշխարացրեցի, դու չես կարա ինչ-որ մեկին ապաշխարացնես, գրած է, եթե հոգին չքաշի, ոչ ոք չի կարա, դու կարաս ցանես, այն մեկը կարա ջրի, բայց աճեցնողը Տերն է, ես եմ աճեցրել, ինչ-որ փոխվել է սեփականության զգացումը, իմ եկեղեցին, իմ ժողովուրդը, ինչ-որ բան են չի էստեղ, իմ բերքը, բերքը իմն է, Տեր ասում է իմ բաժինը տուր ինձ, իմն է, քոնը չի, ոնց է մարդը չար մշակ դառնում, առաջինը այստեղ ինքը մոռանում է, որ ինքը դրված է մշակության համար, ինքը Տերը չի, ինքը սեփականատերը չի։ Տիրոջ դաշտն է, թե մեր դաշտը, Տիրոջ այգին է, թե մեր այգին, Տիրոջ եկեղեցին է, թե իմ եկեղեցին, Տիրոջ ծառայությունն է, թե իմ ծառայությունը, մեկ լսում եմ, գիտես ես ով եմ եղել, Գիտես քանի հոգու եմ մշակը միշտ խոնար է մնում։ Դու Տիրոջ դաշտի մեջ ողորմությամբ, իր ողորմությամբ, ոչ թե քո արժանիքներով, ես իր ողորմությամբ հայտնվել եմ միտեղ, որտեղ հնարավորություն ունեմ ծառայելու։ Մեկին մի ծառայություն է տալիս, մյուսին մի ծառայություն է տալիս։ Չգիտեմ, ես մարդկային չափանիշներով ամենայն, որ ես այդ ծառայությունը չեմ անի, էդի պիտի քո համար մեծագույն պատիվ լինի։
եկեղեցին Տիրոջ համար սուրբ է։ Տիրոջ համար սուրբ եկեղեցու համար մաքրության ծառայությունից մինչև խոսքի քարոզություն, կարգ ու կանոնից մինչև փառաբանություն սուրբ ծառայություններ են։ Ես սա չեմ ուզում։ Բարև ձեզ։ Մենք պիտի են էլի հումորային բան եմ հիշում, լուրջ բաներ եմ խոսում, բայց հումորային բաներ եմ հիշում։ Այն ֆիլմը կա չէ, որ շուրիկը ծեծում է, որ հետո վերջում ասում է խիմզավոդ, յա, այդպես պիտի յա լինի, ամեն ինչի մեջ, մաքրություն ենք անում, ես առաջինն եմ, չգիտեմ, շաբաթօրյակ ենք անում, առաջինն եմ, ինչ-որ միտեղ գնում ենք այցելությունների, ես առաջինն եմ, ինչ-որ գործ կա անելու, ես առաջինն եմ, ինչի, բան ու գործ չունենք, պարապ ենք, չէ, Տիրոջ համար ասա, այ որ դուք ճիշտ պայմաններ ստեղծեք իմ համար, կգամ կծառայեմ, շնորհակալ ենք այդպիսի ծառայողներից։ Մարդիկ կան ասում են մեր համար sense պայմաններ ստեղծենք գանք։ Մենք այդ սկզբունքներով չենք առաջնորդվում։ Տերը գոհ լինի քո արածից։ Եվ կարևոր չի դու լավ ես քեզ զգում այդ ծառայության մեջ, թե ոչ, պտղաբեր ես, պտուղում է պատկանում։ Ինձ, ես, իմնա, չէ։ Առաջինը մարդը չար մշակ է դառնում, երբ որ այստեղ կորցնում է սեփականության զգացողությունը։ Դա Տիրոջ այգին է, Տիրոջ եկեղեցին է, Տիրոջ ժողովուրդը, Տիրոջ ֆինանսները։ Ումն են ֆինանսները, որ կա քո գրպանում։ Ո՞մ է պատկանում։ Եթե Տիրոջը դե գիտենք ճիշտ պատասխանը որն է Տիրոջը, բայց ճիշտ պատասխանը չեմ ուզում եմ այն ինչ որ քո սրտում է, ո՞մ է պատկանում։ Իհարկե ինքը գիտի, որ դու դրանով պիտի ապրես, բայց ինքը այդ օրհնել է, որ դու իր գործի համար էլ ներդրում ունենաս։ Իմ ֆինանսներն է, ես եմ տնօրինում։ Ոչ, դու գնաս այս դու ոնց ես ուզում ես տնօրինեմ սա։ Դու ոնց ես ուզում, որ ես սա տնօրինեմ։ Իմ ժամանակն է, հա? Քո ժամանակն է, դու ես որոշում։ Թե իր տված ժամանակն է, ոնց ես ուզում ես այդ ժամանակը ծախսեմ։ Իմ տաղանդները, քո տաղանդներն է, ով է տվել այդ տաղանդները քեզ։ Մամայից եմ ժառանգել։ Մամայից չես ժառանգել, Տերն է տվել այդ տաղանդները։ Մամայիդ էլ է Տերը տվել, տատիդ էլ է Տերը տվել։ Եվ եթե ինչ-որ մի ժառանգական բան կա, որ քո մեջ կա, դա Տիրոջից է։ Այո, կան ժառանգական, ասենք, նկարչական, լսողություն, երաժշտական, ձեռքի ինչ-որ շնորհք, որ ոչ միայն ժառանգությունով է գալիս, այլ տեսնել սովորելով է, երեխան ծնողից վերցնում է դա։ Արդեն եղբայրը մեր տանն է մնում ու իմ փոքր տղային խնդրեց, որ աղոտ քանի, ու ես իր աղոտքը լսեցի, ոնց որ ես աղոթեի։ Հիմա էդ է լսել այդ երեխան, ինչ պիտի աղոթի, էդ է լսել, էդ է սովորել, եւ մենք մեր ծնողներից շատ լավ բաներ ենք վերցնում, փառք Աստծուն դրա համար, բայց դա Տիրոջ տված ողորմությունն է, Տիրոջ տված շնորհքն է, եւ ինչ որ ունենք, Իրանից ունենք։ Փոխվեց ծառայելու շարժառիթը։ Ես ուզում եմ մի հատված կարդալ հիմա Մաղաքիայի գրքից, 3-րդ գլխից, բայց դա 10-րդի մասին չի։ Մաղաքիա 3-րդ գլուխ, կարդանք 13-ից 15 խոսքերը։ Ձեր խոսքերն իմ դեմ ծանր են ինձ համար, ասում է Տերը, բայց դուք ասում եք, մենք ինչ ենք խոսում քո դեմ, դուք ասում եք զուր է Աստծուն ծառայելը։ Ինչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները եւ սուքով քայլեցինք զորքերի Տիրոջ առջև։ Եվ հիմա մենք երանի ենք տալիս գոռոզներին։ Երանի ենք ասում գոռոզներին եւ բարգավաճում են անօրենություն անողները, մինչեւ անգամ Աստծուն փորձում եւ ազատվում։ Այս մարդիկ սխալ չէին ասում են մենք Տիրոջն ենք ծառայում, են մարդիկ մեղքի կյանքով են ապրում, ավելի լավ են ապրում, քան թե մենք։ Տերը ասում է ծանր են ձեր խոսքերը իմ դեմ։ Դուք իմ դեմ եք խոսում։
Չի ասում սխալ եք ասում, այդ մարդիկ լավ չեն ապրում, ասում դուք իմ դեմ եք խոսում, որովհետև ձեր ծառայության շարժառիթը փոխվել է, այստեղ մի բան է գնացել, մտա ձեզ խաբել են, ասելով Տիրոջը ծառայեք, այն հարուստներից լավ եք ապրելու։ Դա բարգավաճման ավետարանի մոլորությունն է։ Ու հետո ծառայում ես, տեսնում ես քո քաղաքում քեզանից հարուստ կա, ասում ես չեմ հասկանում, Աստված ջան, ես քեզ եմ ծառայում, հերիք եղավ, բոլ եղավ, ինչ ինքը ինձանից լավ մեքենա պիտի քշի։ Վատ կյանքով ապրում, թալանում է, գողանում է, սուտ է խոսում, էս անում, այն անում, ինչի պիտի ինքը իր տունը կես մետր իմ տնից բարձր լինի։ Էլ կես մետրը հենց այնց ասեցի։ Ինչի պիտի ինքը բարգավաճի, ես չբարգավաճեմ։ Դեր ասում է քո խոսքերը ծանր են իմ դեմ։ Դու ինչի համար ես ծառայում ինձ։ Ծառայում ես, որ լավ ապրես։ Ինչի համար ես ծառայում։ Ծառայության մեջ կա դիրք, կա իշխանություն, կա անուն, կա հեղինակություն։ Սրա համար ես ծառայում։ Քո խոսքերը, քո շարժառիթը Աստծու դեմ ուղղված։ Երբ որ դու ծառայում ես դիրքի, անունի, իշխանության, ազդեցության համար, շատ մարդիկ քաշեմ իմ կողմ, հանկարծ մրցակիցներ են ծլում, բա այնրա մոտ ավելի շատ են գնում։ Եկեղեցու նպատակը չի դառնում, որ աշխարհից մարդիկ փրկի, եկեղեցու նպատակը դառնում է ոնց անի, որ այն եկեղեցիների գործը վատ լինի, որ ինքը լինի այդ քաղաքի կամ այդ երկրի ամենաուժեղ հովիվը, ամենաուժեղ եկեղեցին, կամ հենց եկեղեցու ներսում։ Իմ աշակերտական խումբը, իմ 4 հոգին, պետք է հաղթենք բոլորին, ոնց է որ մարզիչները հավաքում են մրցույթների ժամանակ, չէ, իրանց թիմին քաջալերում են, ասում են պետք է հաղթենք, եկեղեցու ներսում sense մրցակցություն կարա լինի, երբ որ մեր ծառայության շարժառիթը մեր անունն է, մեր դիրքն է, մեր հեղինակությունն է։ Երբ մարդը դառնում չար մշակ, Երբ որ կորցնում է սեփականության զգացողությունը, ում է պատկանում այդ ծառայությունը, ում է պատկանում այդ դաշտը, եւ ինքը կորցնում է շարժառիթը։ Ծառայում ենք ո՞րնի։ Քեզ ենք ծառայում։ Եվ նման մարդիկ գոռոզանում են, նման մարդիկ հպարտանում են եւ անգամ ինչ էին անում, երբ որ Տերը իր ծառաներին էր ուղարկում, սպանում էին, ծեծում էին։ Մեկը գա ասի, լսի, շարժառիթը սխալ է, այս մարդուն մեջտեղից կկիսեն։ Դու ով ես, որ մեզի բան սովորացնես, դու ով եղար, երեք ես էիր, երեք չառաջորը, ընդհանրապես չկայր, եկել ես մեզ բան ես սովորացնում։ Չեն ասում ճիշտ ես ասում, թե սխալ ես ասում։ Նկատել եք, որ երբ որ անգամ ճիշտ բան ես ասում, ասում ես դու ով ես, որ ինձ ասես։ Չի ասում ճիշտ է թե սխալ։ Դու ով ես։ Դու ով ես նշանակում է դու ով ես, ես ստեղ եմ, դու ստեղ ես, դու ով ես։ Տեսնում եք, որ խոնարհություն չկա։ Եվ որ մենք կորցնում ենք սեփականության զգացողությունը, մտածում ենք մենք ենք սեփականատերը, մերն է։ Կորցնում ենք շարժառիթը, որ երկնքում գանձեր ունենանք, երկրի վրա ենք ուզում փառք, հեղինակություն, գանձ, թեկուզ ծառայության շարժառիթով մենք հպարտանում ենք եւ անգամ հանդիմանություն չենք լսում եւ հանդիմանություն տվողներին, մեզ խրատ տվողներին փոխանակ լսենք, ապաշխարենք, մենք իրանց բերանը փակում ենք, իրանց սպանում ենք եւ որդուն ասма վերջում ուղարկեց, որդուն էլ ասեցին այսրան էլ որ սպանենք, էլ մեզ ոչ մեկ ոչ մի բան չի ասի։ Եվ ուզում եմ գամ նրան թե ինչ էին անում չար մշակները, շատ պարզ մի բան էին անում։ Այն ինչ որ Աստծուն էր պատկանում չէին տալիս Աստծուն։ Այ հիմա խնդրում եմ ամբողջ ուշադրությունդ այստեղ լինի։ Քո ժամանակի այն բաժինը, որ պատկանում է Աստծուն, տալիս ես Աստծուն։ Հիշում եք այն դրամը, որ ցույց տվեցին Հիսուսին։ Կայսրին տանք, թե Աստծուն։ Ծուղակ էին լարել։ Տերը ինչ ասեց։ Կայսրին է կայսրին, Աստծուն է Աստծուն։ Հիմա ֆինանսն էլ նույնն է։ Մեր ֆինանսները։ Հիմա մենք ապրենք, թե Աստծու գործի համար դնենք։
Արմա եղբայր, մենք ապրենք, թե եկեղեցու համար դնենք։ Պարզ պատասխան։ Ինչ որ այս աշխարհը քեզանից պահանջում է, որ դու պիտի անես քո ապրուստի համար, ծախսի քո ապրուստի համար։ Այն ինչ որ Տերը օրհնել է ավելիով, որ դնես իր գործի մեջ, մի ասա, բայց ես շատ եմ ուզում, այդ շատին սահման չկա։ Այդ շատին սահման չկա, ինչքան շատ ունենաս, այնքան ծախսդ շատանալու է։ Եթե ուզում եք, վերցրեք ձեր ծախսերը, չեմ ասում հարևանի, չեմ ասում հարուստների, ձեր ծախսերը քիչ աշխատավարձի ժամանակ, ձեր ծախսերը շատ աշխատավարձի ժամանակ։ Տեսեք հերիքում է ձեր, չի հերիքում։ Հարցրեք ձեր շրջապատի ամենահարուստ մարդուն, ասեք քո ֆինանսները քեզ բավարար է։ Ձեզ մի գաղտնիք ասեմ, իմ շրջապատի, որ անձամբ շփվում եմ, ճանաչում եմ, ամենահարուստ մարդկանցից, ոչ հոգևոր, ամենահարուստ մարդկանցից մեծամասնությունը բանկերին ահռելի գումարներ են պարտք։ Այն մարդիկ, որոնք բիզնեսի մեջ են, բանկերին ահռելի գումարներ են պարտք։ Ամենահարուստների մասին եմ խոսում։ Իրանց չի, գիտես ինչ է մարդը բանկին պարտք։ Որտեվ իր գումարը իրան չի հերիքում, այն ինչ որ ունի, այն գաղափարները, այն ծրագրերը, այն ամեն ինչը, որ ինքը անում է, դա իրան չի բավականացնում։ Փողը այդպիսի հատկություն ունի։ Եթե դու սպասես, որ այնքան լինի, որ բավարար լինի Աստծո գործի համար ներդնելու, չի լինելու այդպիսի ժամանակ։ Դրա համար քեզ տվածի մեջ ժամանակդ, քանի հոգու հետ եմ խոսացել, որ ժամանակի հետ կապված խնդիրներ ունեն, ասում եմ, հեսա այս գործերն էլ կարգավորենք, ամեն ինչ տեղը տեղին, խմբակներին էլ կմասնակցենք, կիրակիներն էլ չենք բացակայի, ձեզ համար վատ լուր ունեմ։ Տեր Հիսուսը ասում էր, քչի մեջ հավատարիմ չես, շատի մեջ էլ հավատարիմ չես լինելու, եւ դա ֆինանսին է վերաբերում, եւ դա ժամանակին է վերաբերում, դա սկզբունքը է։ Այսօր ինչքան ունես ժամանակ։ Դու քչի մեջ հավատարիմ ես, ժամանակ չկա։ Կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն։ Հիմա նույնը տաղանդների մասին է, 3 բան եմ ասում քեզ։ Ժամանակդ, ֆինանսներդ, տաղանդներդ։ Ով է դրանց Տերը։ Աստված չի վերցնում ամբողջը։ Աստված ասում է, ես գիտեմ քեզ ինչքան է պետք քո ապրուստի համար։ Ժամանակդ էլ, քեզ հանգիստել է պետք, քեզ վերականգնվել է պետք, քեզ աշխատել է պետք, բայց նաև իմ համար ժամանակ հատկացրա։ Ինձ ծառայության, այս երկուսը հիշեք, ծառայության եւ իմ հետ մտերմության։ Չարմշակները ինչ արեցին, չարմշակները այն ինչ որ Աստծուն էր պատկանում, չտվեցին իրան։ Եվ հիմա հարցին պիտի պատասխանենք։ Արդ երբ որ Տերը գա, այն մշակներին, որոնք Աստծուն չեն տալիս, ինչ կանի։ Ես ուզում եմ մենք մտածենք սրա մասին։ Այ ինչ կպատասխանեիր այս խորագիրը Տեր Հիսուսի հարցերի, ուզում եմ շատ անհատական վերցնենք մեր վրա։ Մեզ դրել է ինչ-որ բանի մեջ, մեզ օրհնել է, մենք ունենք, աղա շատ չունենք, աղա նայում ես նրանք ավելի բարգավաճ են, քան թե դու ունես ինչ-որ բան, ես ունեմ ինչ-որ բան, ես ունեմ ժամանակ, ես ունեմ ֆինանսներ, ու ֆինանսները կապ չունի ինչքան եք, աղքատ կնոջ 2 լուման, ամենից շատն էր, Աստված չի նայում քո տվածի քանակին, Աստված նայում է դու իրեն տալիս ես, թե ոչ։ Աստված չի նայում ինչքան ժամանակ կտրամադրես, Աստված ասում է իմը ինձ տալիս ես, իմն եմ ուզում։ Իմն եմ ուզում, քոնը չեմ ուզում, քոնը քեզ պահի։ Կայսրին տուր կայսրին, Աստծունը տուր Աստծուն։ Բայց երբ որ դու ամբողջը քոնն ես տեսնում, ասում ես ինչի տամ։ Իմն է, ինչի տամ, քոնը չի։ Այն որ քոնն էլ է, դա էլ քոնը չի։ Դա էլ է իրանը, բայց ինքը դա քեզ տալիս է, որ դու ապրես, որ դու կյանքդ վայելես, որ դու առատ լինես,
բայց ասում է իմ բաժինը դուր ինձ։ Մաղաքիայի մարգարեության 16-ից 18 կարդանք։ Այն ժամանակ, դրանից առաջ ովքեր են խոսում, Տիրոջից չվախեցողները, որ այս կյանքում են սպասում իրանց վարձատրությունը, հիմա խոսում են Տիրոջից վախեցողները, Տիրոջ ծառայողները, որոնք չար մշակներ չեն, որոնք գիտեն Աստծուն պիտի տան։ Այն ժամանակ խոսեցին իրար հետ Տիրոջից վախեցողները, Տերն ականջ դրեց ու լսեց, եւ նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար եւ նրա անվան մասին մտածողների համար։ Ես որ այս խոսքերը կարդում եմ, իմ առաջ պատկեր է գալիս մի բարի մշակի պատկեր։ Մի առիթով ասել եմ, որ իմ երազանքն է, եւ կարծում եմ յուրաքանչյուր Քրիստոսին սիրող մարդու երազանքն է, որ այն օրը, որ կկանգնենք իր առաջ, լսենք այս խոսքերը, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Եվ ասում է հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների եւ նրա անունի մասին մտածողների համար։ Մարդը կարա իր անունի մասին մտածի, իմ անունը, մարդը կարա Տիրոջ անունի մասին մտածի, որ իր անունը մեծարվի, իր անունը բարձրանա։ Եվ 17-րդ խոսքում գրված է. «Եվ նրանք իմը կլինեն, ասում է Զորքերի Տերը, այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ սեփականությունը եւ կխնայեմ նրանց, ես կխնայեմ նրանց, ինչպես մարդը իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Դուք ետ կդառնաք եւ կզատորոշեք, կտեսնեք արդարի եւ ամբարիշտի տարբերությունը, Աստծուն ծառայողի եւ չծառայողի տարբերությունը։ Արդ երբ այգու տերը գա չար մշակներին, ինչ կանի, ինչ կպատասխանեիր։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո հարցերի համար եւ ուզում ենք մենք ամեն մեկս այսօր անձնաքննություն ունենանք։ Արդյոք մենք այնպիսի մշակներ ենք, որ միշտ հիշում ենք, որ մեր ամենը քեզ է պատկանում եւ քեզանից շնորհ ու ողորմություն այն ամենը ինչ ունենք եւ այդ առատ օրհնություններից, որ դու ուղարկել ես մեր կյանք, մենք քո բաժինը միշտ քեզ ուղարկենք Տեր, թե մեր ժամանակը, թե մեր ֆինանսները եւ թե մեր տաղանդները քո համար, քո անունի համար, քո գործի համար, քո արքայության համար, քո ժողովրդի համար ներդնենք եւ որքան մեզ պտղաբերան ես, այնքան սրտի ուրախությամբ ծառայենք քեզ, հավատալով, որ մեր վարձքը երկնքում է լինելու։ Քեզ լինի փառք, պատիվ, մեծարանք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։